Այսօր կփորձարկենք այս տրենդային համովները։ Եվ բնականաբար առաջինը կսկսենք Դուբայ շոկոլադի համով մոչից։ Ներսից ունի բավականին խոստումնալից տեսք, պրոբույեմ։ Վրայի շոկոլադը շատ համով է, որակով շոկոլադ է։ Մեջը մոչին է, պիստակի պաստան եւ կատաիֆին։ Իդեպ կատաիֆին էլ կրկրթում է, բայց ատամ չի ջարդում, դա շատ մեծ պլյուս է։ Ես կգնահատեմ 10-ից 1 լիմոն, շատ համով է։ Այս ճստիկի մեկ հատը արժեր 590 դրամ։ Աչի։ Հաջորդը եկեք փորձենք ելակի համով մոչին։ Հո չկա։ Ներսից են միլինգի տեսք ունի, պրոբույեմ։ Հասանք ջեմին։ Ելակի պարագայում հենց մոչին համ չունի, մեջը սովորական պլոմբիր պաղպաղակա, մեջն էլ ելակի ջեմ։ Ելակի ջեմն է համ տվողը։ Այս մի գժուկի համար ես վճարել եմ 410 դրամ։ Իրականում ինքը այդքան էլ լավ չէր, 10-ից երևի կգնահատեմ 6, 5։ Եվ վերջում կփորձարկենք այս հրաշագեղ մակարոնը։ Օ, խիմոզը տվեց։ Ներսից sense բրթուճի տեսք ունի, պրոբույեմ։ Սենց ասեմ շատ համով է, բայց երկրորդ կծել չեմ կարողանեմ, որովհետև ահավոր քաղցր է։ Սա ես կգնահատեմ 10-ից երևի թե 7, որովհետև ինքը համը լավն է, արտահայտված մոշի համ է գալիս, ու ինքը արժեր 530 դրամ։ Կարծում եմ պաղպաղակի չափի համար ու իր համի համար արժի վճարել։ Ուղղակի իմ համար սիլիչկոմ քաղցր է, եթե չեք սիրում այս կարգի քաղցր, կարող չփորձեք սա։ Այսօրվա փորձարկումը այսքաններ։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք, որպեսզի հաջորդ անգամ միասին փորձարկենք ելակի տորթի համով լապշան։